7-ի գործով դատավարությունը, որը մեկնարկեց 3 մի շարք միջազգային կառույցների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր։ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը դեռևս անցած ամիս, երբ հատուկ այցով Հայաստանում էր, իր մտահոգությունները հայտնեց 7-ի գործի վերաբերյալ, նշելով, որ ինքը չի հանդիպել այնպիսի ապացույցների, որոնց հիման վրա անկախ դատարանը կկարողանար այդ 7 հոգուն մեղադրել կամ դատապարտել բռնությամբ իշխանությունը յուրացնելու մեջ։ Եվ մինչ կմեկնարկեր 7-ի գործի դատաքննությունը, եվրոպական կառույցից հնչում է սպառնալիք Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին։ Այնինչ տեսավ Համարբերգը Հայաստանում նոյեմբերի 20-ից 22-ը, թերևս նպաստեց, որ օրերս հրապարակված փաստաթղթում առաջին անգամ պաշտոնապես նշվեց քաղբանտարկյալների առկայության մասին։ Մոնիտորինգի հանձնախմբի առաջարկները ընդունելի կլինեն Եվրախորհրդի լիագումար նիստի համար։ Կախված է նրանից, թե հաշված օրերի ընթացքում Հայաստանի իշխանությունները որքանով լուրջ կընդունեն և լուրջ կվերաբերվեն ակնհայտ սպառնալիք պարունակող այդ հայտարարությանը։ Այն, որ նման կոշտ դիրքորոշում կցուցաբերեր Եվրախորհուրդը, շատերը չէին սպասում, ձայնի իրավունքից զրկելու մասին առաջարկությունը համարելով շտապողական կազմված մի փաստաթուղթ։ Այդ կարծիքը պաշտպանողները բացառապես իշխանական թևի ներկայացուցիչներն են։ Գնահատականը շատ շտապողական է, այո, և խիստ։ Ոչ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը, այլ նաև մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն էր պնդում, որ եթե դատավարությունը չի ավարտվել ու դեռ հայտնի չէ այն ինչ ընթացք կունենա, ապա ինչու են Եվրախորհրդի գնահատականներն այդքան շտապողական։ Ես հարց եմ տալիս, եթե չի ավարտվել մարտի 1-ի հանձնաժողովի աշխատանքը և չի գրվել եզրակացությունը, եթե չի ավարտվել փաստահավաք խմբի աշխատանքը և չեն ներկայացվել փաստական հիմքերը մարտի 1-ի իրադարձությունների, չեն ավարտվել քաղաքական դատավարությունները, այս ամենը դեռևս ընթացքի մեջ է։ Ինչ է անում Եվրախորհուրդը։ Սա ինձ համար բոլորովին անընդունելի վիճակ է, և ես այս վիճակի հետ բոլորովին չեմ կարող համակերպվել։ Այս վիճակի հետ չհամակերպվողներից մեկն էլ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է, ով ի պատասխան եվրոկառույցների քայլերի հայտարարեց, թե Հայաստանը կարող է իր կողմնորոշումը փոխել դեպի մուսուլմանական աշխարհ։ Նրանք հանգիստ կարող են ասել, թե ինչ է եղել, որ թեկուզ ասենք ձայնի իրավունքից սառեցնեն, կան տարբեր կազմակերպություններ, այդ թվում մուսուլմանական կազմակերպություններ, դրա համար բնականաբար շատ մտահոգիչ է։ Ինչ է նշանակում, կան այլ կազմակերպություններ։ Դու սովորական քեզ հարազատ կազմակերպությունում չես կարողանում պաշտպանել քո իրավունքները, այնպես չես անում, որ պաշտպանվեն դրանք։ Ինչի մասին է խոսքը, ինչ մուսուլմանական կազմակերպությունների մասին կարող է լինել խոսք։ Հակառակ իշխանական թևի քննադատություններին ուղղված եվրոպական կառույցին ընդդիմության ներկայացուցիչները ոչ միայն զարմացած չեն, այլ անգամ համարում են, որ գնահատականները մեղմ են եղել ներկա վիճակի հետ համեմատ։ Ընդհանուր առմամբ սպասելի որոշում էր, եւ եթե Եվրոպան նման կարգի որոշումներ չընդուներ, իր ժողովրդավարության մասին ասված, խոսված բաները կդառնային գյուլդաստատի հեքիաթները։ Եթե իրենք որոշակի առաջընթացներ են տեսնում, ես ընդհանրապես չեմ տեսնում։ Այսինքն ո՞րն է առաջընթաց։ Ինձ մեղադրանք են ներկայացրել, հետո էլ ասել են ապացույցներ չունենք, այդ մեղադրանքի վրայից հանել են դա առաջընթացը։ Դա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է, որտեղ որևէ առաջընթաց լինել չի կարող։ Այդ գնահատականները, որ եվրոպացիները տալիս են, շատ մեղմ են տալիս դեռ մեր իրականության վերաբերյալ։ Իրականությունը ավելի վատթար է, ավելի դաժան է։ Հայաստանում բռնապետություն է, չկա արդարություն, չկա արդարադատություն, չեն հարգվում մարդու իրավունքները, մարդու ազատ ապրելու իրավունքը, ազատ շնչելու իրավունքը, ազատ խոսելու իրավունքը։ Որևէ քայլ չարվեց, քայլն է շարունակ։ Պահանջում էր Եվրախորհուրդը, սակայն այդ քայլերը չարվեցին։ Եվ վերջը իշխանությունների այս գործելակերպը հանգեցրեց նրան, որ մոնիտորինգի հանձնաժողովը ընդունեց այդ հայտնի որոշում, ավելի ճիշտ առաջարկեց Եվրախորհրդին ձայնի իրավունքից զրկել մեր պատվիրակությանը։ Ես կարծում եմ դա այն պատասխաններ, այն չարածի համար, որ իշխանությունները պետք է կատարեն այս ժամանակահատվածում եւ որևէ քայլ այդ ուղղությամբ չկատարեցին։ Այս իրավիճակից դուրս գալու լավ ճանապարհը դա համաներում հայտարարելն է, սակայն իշխանությունները այդ միջոցից չօգտվեցին, եթե մեր իշխանությունները լրջորեն չվերաբերվեն այս նախագծին, ապա մեզ ձայնի իրավունքից, քվեարկելու իրավունքից զրկելը կդառնա իրականություն։
Միևնույն ժամանակ նրանք չեն ժխտում, որ ձմեռային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը մեծապես կնպաստի Հայաստանի հեղինակազրկմանը, նաև երկրի անվտանգությանը հարված կհասցնի։ Հեղինակավոր կառույցում մեր հարևան երկրները կարող են որոշումներ ընդունել ի վնաս Հայաստանի։ Սա ժառանգականների տեսակետն է։ Հետևանքները շատ անմխիթար են եւ շատ վտանգավոր են մեր նման պետության համար։ Մեր երկիրը, որպեսզի գնա առաջ, միակ ճանապարհը դա ժողովրդավարությունն է, մարդու իրավունքների հարգանքն է։ Այլակերպ մենք հնարավորություն չենք ունենալու դիմակայենք այլ մարտահրավերներին, որոնք սպասվում են ապագայում։ Հետևաբար գնալ այս ճանապարհով, որը մինչ օրս մեր իշխանությունները որդեգրել են, մեզ տանում է փակուղի եւ մեզ տանում է կործանման։ Օր առաջ իշխանությունները պետք է գիտակցեն եւ գնան քայլերի։ Չգիտակցելու, իհարկե նաեւ իրենք կորցնում են, նաեւ իրենց իշխանությունը արդեն բարձ է, որ վտանգված է լինելու։ Պետությունը այդ պահին շատ մեծ հարվածներ կարող է ստանալ, որովհետև դու քո շահերի ներկայացուցիչ չես կարող ունենալ այդպիսի հեղինակավոր կառույցում, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը ունենալով այդպիսի գործուն աշխատող իրենց պետական շահերը իսկապես սպասարկող ներկայացուցիչներ կարող են բազմապիսի բանաձևեր ընդդեմ Հայաստանի ընդունել։ Հիմա գոնե իշխանությունները պետք է հետևություններ անեն եւ արագ քայլեր կատարեն ազատ արձակեն բանտարկել։ Մի հանգամանք հաստատ կարագացնի իշխանությունների սպասվելիք գործողությունների սցենարը, եթե իհարկե այն կա իրականում։ Մոնիտորինգի հանձնախմբի առաջարկները հիմնականում ընդունելի են լինում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի համար։ Արմենի Իվաշտանյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Երևան։